երկրորդ հեռուստաբանավեճը, ընդմիջումից վերադարձանք տաղավար և քննարկումը ընդհատվել էր թեկնածուին հարցի փուլում, այժմ հարցի իրավունքը Կարպիս Փաշոյանինն է, պարոն Փաշոյան, խնդրեմ։ Շնորհակալություն, ես հարց չեմ տա պարոն Միրզյանի, որտեղ կարծում եմ, որ իրենք այլևս առաքելություն չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, այդ իսկ պատճառով հարցս կտամ ուժեղ Հայաստանին, պարոն Վարդևանյանին, իմ համոզմամբ անվտանգությունը սկսում է ներքին կյանքից և առաջին հայացքից հարցս վերաբերվում է ներքին կյանքին, բայց դա հանգիստ կարող է առնչվել նաև արտաքին հարաբերությունների հետ և այսպես, Սամվել Կարապետյանը միլիարդատեր է և հիմա հարցը առաջանում, որն է սահմանագիծը միլիարդի, խոշոր կապիտալի և պետության միջև, սահմանագիծը որն է, որ ասում եք 300,000 աշխատատեղեք ստեղծելու է, 300,000 աշխատողները պետության աշխատողներն են լինելու, թե խոշոր կապիտալի գիծը որն է, որն է գիծը։ Շնորհակալ եմ, կարծում եմ առաջին հենց ամենակարևոր գիծը լինի դա միլիարդատեր, միլիոնատեր, թե պարզապես միջին խավի ներկայացուցիչ, դա իրական սերն է հայրենիքի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը այո միլիարդատեր է, բայց իր կյանքի ընթացքում ապացուցել է, թե ինչ աստիճան նվիրում ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, թե որպես ազգային բարերար, իր արածների գոնե 1.5%-ը 8 տարվա ընթացքում արած լիներ ԿՊ-ն, չբերեր այդքան ողբերգություն, մենք ներքին իրական համերաշխություն էինք ունենալու։ Մենք իրականում, եթե թույլ տաք, կարողանաք հարգել ռեգլամենտը, որտեղ ի վերջո դուք միայն ողբերգություն եք բերել ու հիմա էլ տագնապի մեջ դուք եք պահում մեր հայրենիքին։ Իդեպ, եթե թույլ տաք իմ ժամկետը երևի վերականգնի։ Ես ճիշտ ասած հարցի կապը չհասկացա անվտանգություն եւ խաղաղություն թեմայի հետ։ Ես կընդգծեմ, որտեղ ես հասկացել եմ։ Ես հիմա ասեմ, էլի կապը բացատրեմ։ Եթե Հայաստանը դառնա օլիգարխիկ համակարգ, արդեն քննարկումն է 3 րոպե խնդրում եմ։ Ես դրա համար եմ հարցնում, ես չեմ ուզում Հայաստանը լինի օլիգարխիկ։ Դուք կարաք արձագանքեք։ Շնորհակալ եմ, ես կարող եմ հետևյալը ասել, որ Հայաստանի Հանրապետությունում իրականում թե տնտեսվարողները լինելու են պաշտպանված և թե իրականում աշխատանքային երաշխիքները մարդկանց լինելու են ամենաբարձր հնարավոր մակարդակի, բայց եթե մենք ներքին համերաշխություն չունենանք, եթե մենք ներքին համախմբում չունենանք, ոչ 300,000 աշխատատեղ կկարանանք ստեղծել, ոչ էլ նույն 300,000 ադրբեջանցի լինի, թե սահմանադրության փոփոխության պահանջ լինի, Շնորհակալություն, ձեռքերը շատ են, պարոն Մեհրաբյան, պարոն Բաղդասարյան։ Այո, արձագանքեք։ Շնորհակալ եմ, իհարկե ձեր ձևակերպումները շատ զգացմունքային են, բայց ինչպես ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկն է ասում, կառավարիչները հրեշտակներ չեն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են ինստիտուտներ, որպեսզի վերահսկեն կառավարիչներին, քանի որ բացարձակ իշխանությունը չարիք է եւ կարող է գայթակղել նույնիսկ ամենասուրբ մարդուն։ Դրա համար ես ուզում եմ ասել, որ Հայաստանում որևէ մեկը չպետք է ունենա բացարձակ իշխանություն եւ այդ իշխանությունը պետք է վերահսկվի պարլամենտի կողմից։ Մեզ երկրորդ Նիկոլ Փաշինյան պետք չի։ Չի լինելու երկրորդ Նիկոլ Փաշինյան վստահ։ Չի կարող լինի երկրորդ Փաշինյան։ Ճիշտ է, որովհետեւ ով այլ արձակեք, հազարավոր զոհեր սիրեք Հայաստանի ժողովրդին։ Հայաստանի ընտրողին ասի, եթե ես չընտրվեմ, պատերազմ լինելու։ Դա յա ձեր սիրելիքը։ Դուք լրիվ ճիշտ եք, որևէ մեկը չկա, որ գալու է մարդու։ Այսինքն ոնց հասկացա, արդեն առանց ձեռքի խոսում եք բոլորը։ Հունիսի 7-ը մի քանի օրից է ժողովուրդը ձեր բոլորի պատասխանը կտա։ Ձեռք բարձրացրեք, խնդրում եմ, եթե ունեք մեկնաբանություն։ Պարոն Մեհրաբյան, խնդրեմ։ Եթե մի րոպե, հասկացանք, մի րոպե, եթե թեմայի շուրջ չի լինում, ընդհատում ենք միկրոֆոնը անջատում ենք։ Պարոն Ղազարյանը առաջինն էր բարձրացրել։ Հետո պարոն Մեհրաբյանը եւ պարոն Բաղդասարյանը։ Հետո դուք։ Կարպիսի հարցին պատասխանեմ, միակ երաշխիքը կայանում է նրանում, երբ ձևավորվի արդար ընտրական մեխանիզմներ եւ որը հավասար պայմաններ է առաջարկելու բոլոր քաղաքական ուժերին լինեն մեծ թե փոքր, որը ձևավորելու է պատասխանատու քաղաքական գործիչներ։ Քանի այդ ընտրական մեխանիզմները չկան, քանի վարչական ռեսուրսն է կիրառվում ձայն հավաքելու համար, քանի ֆինանսական հեղինակավոր միջազգային կառույցները փաստում են։ Պարոն Միրզոյան, ինչ եք խոսում, մի րոպե, ինչ եք խոսում, մի րոպե, դու վարչական
վարչական ռեսուրսի կիրառումով անցել եք նույնիսկ ՀՀԿ-ին։ Եթե մի կողմում մի րոպե կներեք, եթե մի կողմում կա վարչական ռեսուրսի կիրառում, մի կողմում կա անհամաչափ ֆինանսական ռեսուրսի կիրառում, արդար թափանցիկ ընտրությունների մասին, որը պատասխանատու քաղաքական համակարգ է ստեղծելու, խոսք լինել չի կարող։ Պարոն Միրզոյան, ձերք բարձրացրեք։ Պարոն Մերաբյան, խնդրեմ։ Պարոն Մերաբյան, խնդրեմ։ Ուրեմն պետությունը զավթած եւ այդպես էլ գնահատականի չարժանացած Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի կողմից ձևավորած այս օլիգարխիայի դասը դեռ չի հաղթահարված Հայաստանում եւ դրան էլ գումարվել է մի պուտինյան օլիգարխ, որ եկել լցրել է Տիկին Վարդանյան մի խանգարել։ Տիկին Վարդանյան, կանջատեք։ Անջատեք պարոն Միրզոյանի եւ Տիկին Վարդանյանի խոսափողները, պարոն Մերաբյան, խնդրեմ։ Սա խաղաղության կարևորագույն են սպառնալիքն է ներսում Հայաստանում, որ ուշադիր դառնա։ Պարոն Բաղդասարյան։ Արարատ Միրզյանը պարոն Մերաբյանին ասում է, այո, Պարոն Փաշյանի խոսափողը եւս Այո, անջատեք։ իրենք պետք է վերացնեն։ Դու ձեզ չեն լսում, անջատված է։ Անջատված է, չէ։ Պարոն Բաղդասարյան, ձեր հերթն է։ Դուք հերթագրված եք, պարոն Միրզոյան։ Պարոն Բաղդասարյան, խնդրեմ։ Մեկ անգամ եւս Այո, այո։ իրավիճակին հարգելի մոդերատորներ, օլիգարխիա հետ կապված դոկ կուսակցություն առաջնորդության Վարդան Ղուկասյանի ունի արդեն իր կարծիքը, իմպերատիվ կարծիքը, որ օլիգարխիան իրավունք չունի լինի իշխանության մեջ։ Մենք տեսնում ենք մեր պրակտիկայում գերհզոր որոշ երկրներում, թե ինչ են անում օլիգարխները, նաև մենք նկատել ենք դա Հայաստանում։ Մենք իմպերատիվ հայտարարում ենք, օլիգարխիան չի լինելու իշխանության մեջ, օլիգարխիան մի տեղը դերը պետք է ունենա համապատասխան։ Եկեք Սոյնյացի ձենք տանք օլիգարխիայի, խնդրեմ։ Պարոն Այվազյան, Օլիգարխա։ շնորհակալություն։ Նախ ես պարոն Միրզոյանի օլիգարխիան որն է։ Պարոն Միրզոյանի հետ Թրամփը պետք է չլիներ նախ։ Երկրորդ Պարոն Միրզոյանի հետ լրիվ համաձայն եմ, երկրորդ Նիկոլ Փաշինյան չի կարող լինել, որտեղ երկրորդ ազգագործան պատվաճ չի կարող լինել։ Սա մեկ։ Ժորժան 30 տարի Երկրորդ ժողովրդի արու։ Ձեր խոսափողը անջատած է։ Պարոն Վարդանյան, մի մեկնաբանեք ձեր խոսափողը եւս կանջատենք, թույլ տվեք ավարտի։ Պարոն Սոյնյանց, Պարոն Միրզոյան առանց վիրավորանքի, նեք վերջի անգամ դա վիրավորանք չի։ Երկրորդը կոռուպցիայի մասին ակնարկեց պարոն Միրզոյանը, երբ որ պարոն Վարդևանյանն էր խոսում, թե ով անիվ կլորիկ պարգևավճար։ Չէ, գնացինք հեռացանք խաղաղություն ամբողջը կոռուպցիա որ կա, կոռուպցիայի մարմնավոր։ Պարոն Դրմեյանը, հետո պարոն Միրզոյանը, խնդրեմ։ Միանշանակ է, որ օլիգարխիկ համակարգը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, բայց նույնքան սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը ավտորիտար ռեժիմը, որի պայմաններում մենք այսօր հայտնվել ենք։ Մարդը ՔՊ-ի պարագլուխը ուղիղ տեքստով կրկնում է Լուի 14-րդի խոսքերը, ասում է կառավարությունը ես եմ։ Պետության տեղ է այդ մարդը իրան դրել։ Եթե անձը կարա SMS-ով ազատի պաշտոնատար անձանց, հետո SMS-ով նշանակի պաշտոնատար անձանց, մենք գործ ունենք ուղղակի ավտորիտար ռեժիմի հետ։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Հետո դու։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ հետաքրքիր բանի ականատես եղանք։ Ինչն է։ Ուրեմն պարոն Միրզոյանը ասում է կրկնում է իր կուսակցության թեզերը, այն է թե մենք օլիգարխիայի դեմ պայքարում ենք եւ այլն։ 8 տարվա իշխանությունը դա նոր իշխանություն չի, դա արդեն հեռանալու պատրաստ իշխանություն է։ Դեռ ժողովրդի խոսքեր տալիս, որ պայքարելու է թալանչիների դեմ, չգիտեմ, Քոչարյանի օլիգարխատի դեմ, Կարապետյանի օլիգարխատի դեմ եւ այլն եւ այլն։ Ես այսպես որ գնա եւ հանկարծ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, վստահեցնում եմ 36 թվականին, 46 թվականին մենք նույն խոսույթն ենք տեսնում եւ անընդհատ շրջապատի մեջ ենք լինել։ Համար պետք է ընտրություն։ Պարոն Միրզոյան, ել չունեք խոսք, ձեր չեք բարձրացրել։ Ունեմ ոնց։ Տիկին Ադամյանը, հետո դու։ Հետո պարոն Սաֆարյանն է խոսելու։ Տիկին Ադամյան, ես հիմա ուզում եմ բոլորին հարց ուղղել, արդյոք ազգային անվտանգության խնդիր չեն հակակոռուպցիոն կոմիտեի այսքան բացահայտումները, որոնց ոչինչ չի հաջորդում իբրև դատարանի վճիռ։ Արդյոք դա ազգային անվտանգության խնդիր չի եւ արդյոք բոլոր ընտրություններում այդ օդից փող համակարգը պետք է աշխատի։ Դուք այլասերում եք ժողովրդին։ Սա խնդիր է, որ վերաբերում է բոլորիս։
Շնորհակալ եմ ձեր մտահոգության համար։ Ես հույս ունեմ իսկապես, որ դուք ՔՊԻ կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ հաստատված դեպքերը եւս սպառնալիք եք համարում, իսկ ինչ վերաբերում է այդ ձայնագրություններին, առաջինը, դրանք բոլորը մոնտաժված են։ Երկրորդը, դրանցից ոչ մեկը անմեղության կանխավարկածի շեմը չի հաղթահարել։ Երրորդը, դրանք ոչ մի ինստիտուցիոնալ բնույթ չունեն, պարզապես, քանի որ արդեն շատ հավեսի են Գեորգիա իշխանությունը, քաղաքական հետապնդումները դարձել են սովորական նույնիսկ այդ տիրույթում։ Հենց հիմա էլ մեր գործընկերներից Ալիկին Ալեքսանյան օրինակ ուզում են կալանավորեն, ինչա որ վաղվա միտինգին չմասնակցի։ Ախր ժողովուրդ ջան, սա իսկապես արդեն աբսուրդի աստիճանի է, բայց հույս ունեմ վարչական ռեսուրսի դեպքերին եւս որպես սպառնալիք կամ օրինակ երեխաներին դպրոցից հանեն, տանեն միտինգի։ Երեխաներին, ախր պետք է չէ կրթությունը ապահովել։ Արգելի գործընկերներ, արգելի ժողովուրդ, մարդիկ տենց գեղեցիկ բառերով նախադասություններ են կազմում, ինչ-որ անպագորգոր հայտարարություններ են անում, բայց դրա տակ դուք էլ ես լավ իմացեք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ինչքան դա ձեզ դուրս չգա, ամեն ինչ շատ լավ հասկանում է, adekvat հասկանում է եւ իր գնահատականը ժամանակ առ ժամանակ տալիս է։ Ես ձեզ տեղը չէի բերել կներեք, թե դուք որ ուժից եք։ Պարզվում է դուք Սերժի Թաթոյանի ուժն եք ներկայացնում։ Հիմա եկել եք կանգնել եք ստեղ ու ավտորիտարիզմից եք խոսում։ Դուք Սերժի Թաթոյանի ներկայացուցիչն եք, դուք ոնց կարաք ավտորիտարիզմից խոսակ։ Դուք առավոտից երեկոն ընտրակաշարք եք փորձում բաժանել եւ դրա համար բռնվում եք։ Դուք ոնց կարաք ժողովրդավարությունից խոսակ։ Մենք խորապես թքած ունենք։ Այդ ձեր նշած անձը հանրահավաքի կմասնակցի, չի մասնակցի։ Բայց եթե անում է հանցանք, բռնվում է, անում է հանցանք, բռնվում է։ Սաղը թե լավ իմացեք, ով որ Պարոնայք, զուգահեռ խոսալը դադարեցրեք։ Գևորգ Սաֆարյան։ Ես արդեն որի որ շրջապտույտին չեմ խոսում, կներեք, բայց պիտի խոսեմ։ Օլիգարխիայի մասին խոսվեց, ավտորիտարիզմի մասին խոսեց, դրանք զուգահեռ են, չի լինում ոչ ավտորիտար օլիգարխիա։ Հայաստանում օլիգարխիան եղել է եւ մինչ օրս կա եւ շարունակում է մնալ եւ մենք բազմաթիվ անգամ առաջարկեցինք իշխանություններին իրականացնել լյուստրացիա։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն ցույց են տվել գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նախկինները թալանել են հայ ժողովրդին, եւ ինքը իսկ հայտարարեց, որ ինքը լյուստրացիա չի անելու եւ չի բացելու այդ գաղտնի փաստաթղթերը։ Եվ այսօր ինչա, բանի ՔՊԻ կազմում չկան օլիգարխներ։ Մենք բոլորը շատ լավ տեսնում ենք դրանց։ Ես շնորհակալություն եմ խնդրում, եկեք մենք հարգենք մեր այսօրվա օրակարգը։ Մենք խոսում ենք խաղաղություն եւ անվտանգություն թեմայից։ Կներեք, բայց որքան ուղիղ կապ ունի անվտանգության հարցում։ Այդ միգուցե ուրիշ ռակուրսից վերադառնանք մեր այսօրվա թեմային։ Շատ ավելի վտանգավոր ու ավելի կարևոր հարց կա։ Ես իմ հարցերը, որ նախապես հնչեցնում եմ, հենց այնպես չէր։ Ես ուզում եմ ֆիքսել, որ այս իշխանությունները մեզ համար ոչ ամենալավ պայմաններով պայմանագիր են կնքել, զուտ են բանի համար, որ մոտենում են ընտրություններ եւ այլևս ձգել հնարավոր չէր եւ իրանք գնացել են զիջման լրացուցիչ, զիջել են Միջանցքի հարցը։ Ըստ էության իրենք դուք այդ մասին բանավեճ ունեցաք, չէ՞։ Իմ արժիքը կներ նույն բանը։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ես այդ ուրիշ բանն եմ ասում։ Ասում եմ, որ Միջանցքի հարցը զիջվել է զուտ են բանի համար, որպեսզի միջև ընտրությունները իրանք ստանան ինչ-որ փաստաթուղթ։ Այնինչ կարելի է եւ ավելի երկար բանակցել, եթե մի վարքան վերջին միտքն եմ ասում։ Եթե նրանք փոխարենը դրսից լեգիտիմություն փնտրելու ներսում կոնսոլիդացնեին հասարակությունը։ Արադ Միրզոյան, ես միայն ուզում եմ նկատել, որ Արադ Միրզոյանը քիչ առաջ հայտարարեց, որ իրենք թքած ունեն քաղաքացին կմասնակցի հանրահավաքին, թե չէ։ Դուք բարի ուղիղ իմաստով մեկ-մեկ քաղաքացիների վրա թքում եք, բայց ես ուրիշ բան ունեմ։ Դուք մի խեղաթյուրեք, ես ասեցի իր ասած մարդը իմ համար մեկ չէ։ Ինքը ասում է
ասում բռնել եք այդ մարդուն, որ չմասնակցի, ես էլ ասում եմ մեկը իմ համար կարևորագույն բան։ Արադ Միրզոյանը պիտի պարզ բան մեկնաբանի։ Դուք այն փաստաթղթերում, որ փոխանակել եք Ադրբեջանի հետ, առաջարկել եք, որպեսզի մեխանիզմ լինի, որ զորքերը ետ քաշվեն եւ մեխանիզմ լինի վերահսկողության։ Ադրբեջանի պահանջով դա էլ եք Բայց սիջել։ Տիկին Վարդան, հազար ներողություն, դա Կարպիս Փաշյանի տված հարցի հետ ինչ Բայց ես ինչ պարտավոր եմ Կարպիս Փաշյանի Որտեւ հիմա մենք դա ենք քննարկում, Կարպիս Փաշյանի հարցն է։ Այսինքն դուք խոսում եք եւ ինչ խոսում եք անկախնությունից ի՞նչ է քննարկում։ Չէ, այդպես չի լինի Տիկին Վարդան։ Կարպիս Փաշյանի հարցն է Տիկին Վարդան, ուշադիր։ Ուրեմն հարգեք պարոն Փաշյանին եւ իր հարցը։ Ես բարձ բան եմ ասում։ Հարգեք։ Վերջ։ Ավարտվեց։ Պարոն Բաբան։ Պարոն Բաբան, ձեր հարցը պարոն Բաբան։ Պարոն Բաբան, ում եք ուղում ձեր հարցը եւ ձեր հարցը։ Կարճ բան էի ուզում ասել։ Բոլորը կարճ բան են ասում։ Ում? Պարոն Միրզոյանին։ Մենք քննարկում ենք անվտանգություն եւ խաղաղություն, իբր քննարկում ենք, բայց մեծ մասը լրիվ ուրիշ թեմաներ են քննարկում։ Հարցս հետեւյալն է. իշխանությունը որդեգրել է ավելի շատ արևմտյան կուրս եւ շատ կարեւոր է հասկանալ հետեւյալը. եթե մենք գնում ենք դեպի Եվրոմիություն եւ նաեւ օրենք ենք ընդունել Եվրոմիության, այդ կապված, նախ արտաքին գերատեսչության ղեկավարը ոնց է պատկերացնում այն միջանկյալ ժամանակահատվածը, երբ մենք հավանական դուրս կգանք ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, դրանք կապված են իրար հետ, հետեւաբար եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք ԵԱՏՄ-ից էլ ենք դուրս գալու, այդ միջանկյալ ժամանակահատվածում մեր ժողովուրդը ինչ է անելու։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը լսի այս կարևոր հարցը։ Պարոն Մերաբյան, ինչ եք ձեր բարձրացնում։ Որ քննարկման կարող եմ 1 րոպե։ Ուրեմն շատ լավ որ վերադառնանք խաղաղություն եւ անվտանգության խորագրին, պարոն Բաբայան ջան, Հայաստանի կառավարությունը չի որդեգրել արևմտյան կուրս։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը կոչվում է հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները տարբեր պարտներների հետ, արևելքից արևմուտք, այո, մեր ժողովուրդը քաղաքացիական նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել Եվրոպական միության անդամակցության, դա արդեն արտահայտված է օրենքով, ինչ վերաբերվում է միջանկյալ ժամանակահատվածին, ապա միջանկյալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ սպառնալիքները հասցեագրելու համար մենք ոչ թե թշնամանք ենք խորացնում մեր անմիջական հարևանների հետ, որպեսզի մշտապես ինչ-որ ավագ եղբոր ներկայություն եւ պաշտպանություն ապահովենք Հայաստանում, այլ կառուցում ենք խաղաղություն եւ համագործակցություն մեր 4 հարևանների հետ։ Նրանց հետ ունենք լավ հարաբերություններ, խորացնում ենք, նրանց հետ ունենք փակ սահմաններ, կար կոնֆլիկտ, հաստատում ենք խաղաղություն եւ հաստատում ենք համագործակցություն։ Սա է երաշխիքը Հայաստանի Հանրապետության հարատև գոյության։ 3 րոպե գնաց։ Միաժամանակ, բայց պարոն Միրզոյան, դուք ոնց եք պատկերացնում գտնվել եւ Եվրոմիությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում եւ արդյոք ՀԱՊԿ-ի սառեցումը չի բերելու ՀԱՊԿ-ից դուրս գալուն եւ եթե մենք հանկարծակի ՀԱՊԿ-ից դուրս գանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը որ ռազմական բլոկին է ավելի շատ հակված գնալ եւ մեր քաղաքացիները այս առիթը օգտագործելով կարծում եմ ճիշտ կլինի հասկանան թե դուք եւ ձեր իշխանությունը ինչպիսի քաղաքականություն եք առաջարկում առաջիկա 5 տարիներին դեպի ՆԱՏՕ թե դեպի ՀԱՊԿ-ում անդամության սառնա եւ գործունեության մասնակցության ուրեմն սառեցումը իհարկե կարող է բերել անդամության լրիվ դադարեցման եւ իհարկե Եվրոպական միության անդամությունը չի կարող համատեղվել Եվրասիական տնտեսական միության անդամության եւ երբ որ այդ պահը գա որոշում կայացնելու, մենք այդ որոշումը կկայացնենք։ Եթե լինի հանրակրվեի անհրաժեշտություն, մեզ պետք չի կողքից ուշել։ Մենք այդ հանրակրվեն կանցկացնենք, երբ որ հնարավոր եւ հարմար լինի, այդ ժամանակ էլ կանցկացնենք։ Այնպես որ այդտեղ մեծ բաներ չկա, ել եմ ասում բանալին Հայաստանի Հանրապետության հարատևության, հավերժ գոյության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի երջանկության եւ զարգացման համար միջավայրի ստեղծման հարևանների հետ խաղաղ համագործակցությունն է եւ խաղաղ համակեցություն այլ պատճառ չկա հարգելի ժողովուրդ չի կարող Հայաստանը այլևս լինել սպառել ռեսուրսը լինել սեփ Հայաստանը կարող է եւ պետք է լինի կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջեւ Հիմա քանի որ պարոն Այվազյանը վաղուց չի խոսել առաջինը իրեն եք ձայն իրավունք տալիս հետո ձեռք բարձրացնելու հերթականությամբ պարոն Մեհրաբյանն է եւ պարոն Վարդավանյանը Հարցի պատասխանի կապակցությամբ պարոն Միրզոյանի որ ասում եք եթե լինի սահմանադրության հանրակրվեի անհրաժեշտ